Բնակարանային ոլորտում բնակարանաշինության խնդրի լուծումը խիստ կարևորվում է մասնավորապես սահմանային բնակավայրերի զարգացման, ինչպես նաև Գյումրին տնակավաններից ազատելու տեսանկյունից։ Այսպես, Հայաստան համահայկական հիմնադրամը առաջին փուլով կառուցեց 2 բազմաբնակարան շենք եւ 1 մանկապարտեզ։ Երկրորդ փուլով շահագործման հանձնվեց եւս 2 բազմաբնակարան շենք։ Այսպիսով, Հայաստան համահայկական հիմնադրամը Գյումրու Մուշ 2 թաղամասում հիմնեց 4 բազմաբնակարան շենքերից, 1 մանկապարտեզից եւ 4 արվեստանոցներից բաղկացած ժամանակակից թաղամաս։ Բազմաբնակարան շենք 4, շահառու 86 ընտանիք, մանկապարտեզ 50 երեխա, արվեստանոց 4, երկրորդ փուլի բյուջե 2 միլիարդ 37 միլիոն 401 հազար դրամ, 5 միլիոն 150 հազար 157 ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլով 2024-ին շահագործման հանձնված 2 շենքերն ամբողջությամբ ֆինանսավորվել են Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի կողմից, իսկ կահավորումը, ինչպես նաև թաղամասում գործող խաղահրապարակն ու մարզահրապարակը ԱԿԲԱ բանկի վիզա բարերար քարտով կատարված անկանխիկ գործարքներից գոյացած միջոցներով։ Հայաստան համահայկական հիմնադրամը բռնի տեղահանված արցախցիների համար Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում կառուցել է թվով 14 առանձնատնից բաղկացած թաղամաս։ Տարածք 100 քառակուսի մետր, տնամերձ հողակտոր 600 քառակուսի մետր, կոմունալ հարմարություններ ու ջեռուցում, շահառու Արցախից տեղահանված բազմազավակ 14 ընտանիք։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի կողմից։ Բյուջե 489 միլիոն 747 հազար դրամ, 1 միլիոն 20 հազար 300 ԱՄՆ դոլար։ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կառուցվում է թվով 4 բնակելի տուն, յուրաքանչյուրը համակցված 2 բնակարանով եւ հարակից հողամասով։ Առանձնատները նախատեսված են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար։ Բնակարան 8, շահառու Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8 ընտանիք։ Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Բյուջե 181 միլիոն 110 հազար դրամ, 791 հազար ԱՄՆ դոլար։